խոսեմ, բայց եկեք դուք ասեցիք մեր նախնական զրույցում կամ չգիտեմ, որտեվ ես էլ եմ դրանում համոզված, որ ես շատ եմ քննադատում, որ ինչու չեն միավորում, բայց ճիշտ է այն իմաստով, որ սա պիտի ոչ թե ասել են փոքր ուժերին կամ նոր ձևավորվող ուժերին, սա առաջին հերթին պիտի ասել են իսկապես են մարդիկ, որ այդ առաջնորդությունը այս կամ այն կերպ իրենց վրա է, այսինքն Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իրենց վրա այս բեռը, պարտքը, պատասխանատվությունը ձեզ վրա է։ Ես ուզում եմ շարունակել։ Հիմա Սամվել Կարապետյանը ունի թիմ, դա տեսանելի չի, որ իրենք այդ ուղղությամբ կաշխատեն եւ բոլորին կհասունանա իրենց մոտ սա։ Ես այդ հարցը չեմ ուզում քննարկեմ, որտեվ դա ներընդդիմադիր խնդիրների մեջ չեմ ուզում։ Շատ լավ։ Հիմա շատ լավ, ուրիշ հարց եմ ուզում տալ։ Տեսեք, դուք այդպես հերվից եկաք, բայց ասում եք ֆունդամենտալ առումով կարողացավ կազմաքանդել այդ շատ մեծ միֆը, որ կար նախկինների եւ ներկայի, Բագրատ Սրբազանը շատ ճիշտ եք, մասամբ նաեւ Վարդան Ղուկասյանը, մասամբ, որտեվ հետո միավորվեցին նրանք բան, բայց հիմնականում Սամվել Կարապետյանի հրապարակ գալով դա տեղի ունեցավ։ Կամա թե ակամա, գուցե չերեք Սրբազանի ժամանակ 60000 մարդ էլ հավաքվեցին, չէ՞։ Այո։ Հիմա տեսեք, եւ նաեւ Սամվել Կարապետյանի առաջ գալով, որ այլևս մի հատ նոր էսպիսի բան ա եկել։ Հիմա այս միֆը ինչն է հետաքրքիր։ Այս միֆը մի բան ասեմ, եթե դու նկատում ես, տեսեք, անձը գալիս է, հետո մյուս անձն է գալիս, ինքը կարա 3-րդ, 4-րդ անձն էլ գա։ Ինչի եմ դա ասում։ Որտեվ կարևորը այսպես ասած բացվել է այն ճանապարհը, որտեղ այն Նիկոլա անդադ խափում էր մարդկանց, որ այլընտրանքը սա է։ Դա հենց դա եմ ուզում ասել։ Ամենակարևոր դա է։ Ինքը արդեն հասարակություն տեսնում է դա։ Այո, շատ ճիշտ, տեսեք ինչ ճիշտ բան եք ասում։ Այսինքն այն բանը քանդվել է, որ նախկիներս էս, չգիտեմ եսի միջը, այս արդեն քանդվել է։ Հիմա ես ուղղակի ես բարեկամաբար եմ ասելու, թույլ կտակ ես շարունակեմ։ Ես հիմա բարեկամաբար ուզում եմ ասել ընդդիմադիր ուժեր են առաջ գալիս եւ հատկապես Սամվել Կարապետյանի թիմը։ Տեսեք, այս արդեն այս այլանդակ միֆը, սուտը, կեղծիքը, այս այլանդակությունը, որ փաթաթեցին մեր ժողովրդի գլխի, որ նախկիները սա են, եւ այդ կուտը կերավ է ժողովուրդը ասել մի քիչ սխալ է այդպես ասել, բայց դրա հետևից գնաց, որ հա էլի նախկին գեներալներ սա են, նախագահները, բայց դրա հետևանքով մենք կորցրեցինք Արցախ, սիրելիներս, հիմա սա վերաբերվում է դեռ չհասունացած Սամվել Կարապետյանի քաղաքականությունից 1000 կիլոմետր հեռու նոր ձևավորվող թիմին։ Դուք այդ բաների մեջ մի մտեք, որ մենք հեռու ենք նախկին, դուք եկել եք հրապարակ, դուք պիտի կարողանաք բոլորին միավորել եւ այս հին մաշած հնամաշ թեզերը դրեք մի կողմ, որ նախկինը սա չգիտեմ ինչ է, նախ դուք էլ պետք է շատ գաք հասնեք նախկիների արածին, եւ Նիկոլն էլ արդեն այստեղ տանուլ է տվել, արդեն պարաված եւ մաշած թեզերը դուք մի հրապարակ բերեք, իրենց այդ հարցը որ տալիս են, իրենք պետք է ճկուն պատասխանեն եւ ասեն սա, ես հասկանում եմ չեք ասում, բայց եկեք այդ Չէ, բայց դրա տակ են մնացել ես, մարդիկ էլ են դրա տակ։ Սա լավ չի, որ դուք դրա տակ եք մնացել, սա նշանակում է դուք քաղաքականապես հասուն չեք։ Եվ այդ նիկոլական այդ բաներից ազատվեք, ազատագրվեք դրանից։